Դպրոցը ինքնազատագրման ճանապարհն է, այսինքն հենց տենցակշում ինքնազատագրման դպրոց, անունը երջանիկ լինելու արվեստ է կոչվում, դպրոցը յոգան երջանիկ լինելու արվեստ դպրոցը։ Դպրոցը նրա համար է, որ մարդիկ ճանաչեն իրանց ներքին աշխարհը եւ կատարելագործվեն իրանց ներքին աշխարհը ու բացահայտեն իրանց, նաև գնան դեպի լուսավորման, պայծառացման, ազատագրման վերջնական նպատակը դա է դպրոցի, իսկ ճանապարհին մարդկանք ունեն բազմաթիվ խոչընդոտներ, հանգամանքներ, այսինքն հարաբերությունների հարցով, ֆինանսական հարցով, հոգեբանական տարբեր ոլորտների հարցով, որ այդ բոլոր խոչընդոտները աստիճանաբար կարող են հաղթահարել, լուծել, դպրոցում թեորետիկ եւ պրակտիկ են, այսինքն սկզբից իհարկե թեորիան է շատ, պրակտիկան քիչ, հետո կամաց պրակտիկան շատանում է, ավելի շատ պրակտիկ են բաներ, դասընթացներ ասում։ Դպրոցի դասընթացները նման են շատ հոգեբանական դասընթացների, նման են նաև շատ նման են, ես ասեցի, բայց հոգեբանական չեն, որտեղ այդտեղ ավելի խորքային հիմնային են գնում, հոգեբանությունը տենց խորքային հիմքին չի գնում, ինքը արտաքին լուծումներ է շատ ուզում գտնել, ինքը դպրոցը դեպի մեր էությունն է տանում, մտքի պայծառացման, իմաստացման, դպրոց երջանկացման տան, ամենակարևորը որ մարդը հասկանա երջանկացման եւ այն բոլոր շատ հարցեր են բարձրացվում, որոնք մարդը սա ապրում է իր կյանքը, այդ հարցերը չի կարող բարձրացնել ու չի իմանում, որ տենց հարցեր գոյություն ունեն իր կյանքում։ Հաճախում են շատ բազմաթիվ տարիքի մարդիկ դպրոցը 18-ից բարձր տարիք ունեցող մարդիկ։ Ու եթե ծնողները հետները գալիս են, կարան 16-ից էլ հաճախեն, 16-ից եւ վերջը տարիքին սահմանափակում չկա։ Ուղղակի պետք է միտքը ճկուն լինի, որ կարողանա անցալի, որովհետեւ ինչքան տարիքը մեծ է, մարդկանց մտքի ճկունությունը ավելի կարծրանում են իրանք ու չեն կարող նոր երևույթներ ընդունել, որտեղ դպրոցում այնց երևույթների մասին ենք խոսում, որոնք ստանդարտ աշխարհում չկան։ Իրանք շատ ստանդարտից դուրս են, ոչ ոնց որ ասած լոգիկան կարա տեղ վառվի, ինքը չի կարող դա շատ հասկանա, աստիճանաբար դպրոց հաճախներին ես ամենամեծ առաջին դասին ասում եմ համբերություն է պետք, որտեղ բոլոր ուզում են միանգամից շատ բան ու վերջնական միանգամից արդյունք, համբերությունը ամենակարևորն է, որովհետև շատ աստիճանաբար է մեր գիտակցություն կարող անցալել նոր անկալումներ ու բացվել ու հասկանալ ու վերափոխվել, ամենակարևորը վերափոխվելն է, ոչ թե ինչ-որ թեորիաներ ասվի, իսկ վերափոխվել ամենադժվար տեղն է, ես միշտ ասում եմ ամենամեծ հրաշքը դա մարդու գիտակցությունը վերափոխելն է, եթե ասենք ցանկացած հրաշքներ անում ենք տարբեր կրոններում, այստեղ ամենամեծ հրաշքը դա գիտակցությունը վերափոխելն է։ Եվ մի պարզաբանում էլ տվեք, պարոն Տոնիկյան, սա կրոնական ուղղություն չէ, չէ՞։ Կրոններից դուրս է, բայց նաև տարբեր գաղափարախոսությունների կան երևույթներ, որ վերցված է արևելյան գաղափարախոսությունից, բայց կրոնական մոտեցումներ չունենք բացարձակապես, ոչ մի կրոնի հետնորդներ չենք։ Դպրոցը վճարովի է։ Իսկ ինչպես անդամագրվել, պարոն Տոնիկյան։ Կարաք դիմեք յոգան երջանիկ լինելու էջին Facebook-յան կամ Տրթա Դոնիկյան էջին Facebook-յան, այնտեղ ձեզ կպատասխանեմ ես այդ նամակներին, ոնց դիմեք ու ոնց գաք։ Տեղը գտնվում է Բաղրամյան մետրոյի մոտ, Սիրարների այգին հենց կպացա։ Ինձ հարց են տալիս ինչքան է տևում դասերը, այնքան ոնց որ դուք բավարարված գաք, այսինքն մեկը եթե ուզում ասենք չգիտեմ, առողջական խնդրեմ ունի, իր առողջական խնդրեմը լուծում է, ինքը կարա էլ չգա։ Կամ մեկը ունի ինչ-որ հոգեբանական խնդրեմ, մեկը ինչ-որ հարաբերությունների խնդրեմ եւ այլն, այսինքն իրանք երբ խնդրեմը ինչի համար են եկել, խնդրեմ լուծում են ու չեն գալիս։ Բայց հիմնական բանը իհարկե տարբեր բաների համար են բոլորը գալիս, բայց հիմնական բանը որ հասկանում են, որ իրանց ամենամեծ
կարևոր երևույթը ինքնաբացահայտումն է, ինքնաճանաչումն է, ու արդեն այն խնդիրները, որի համար եկել են, կարող ինչ-որ լուծում ստանում են կամ մասնակի լուծում, բայց իրանք գնում են ավելի խորացնում են։ Ժամանակը մինչև պայծառանա, լուսավորվեն, ազատագրվեն, բոլորին սպասում եմ դպրոցին, ովքեր ունեն ներքին ձգտում, կատարելության գնալու ձգտում ունեն, ներքին ներդաշնակության գալու, հաղթանակին հասնելու, çünkü ինչքան շատ մարդ հաղթանակ գա, դա այդքան դրական կլինի։ Նաև դպրոցի դասերը on-line էլ է դասավանդվում, միաժամանակ համ լսարանում, համ on-line ոնց որ հարթակում միաժամանակ են տեղի ունենում։ Նաև մեր դպրոցում ոնց որ ամեն կիրակի արշավներ են գնում, որոնք մտնում են դպրոցի մեջ, միայն դպրոցի անդամները կարան այդ արշավի մասնակցել։